Ոչ գյուղերի ուղղությամբ, բայց դրանց հարևանությամբ Ադրբեջանը սադրանքներ սկսել է նաև Տավուշում։ Մովսեսում են գիշերը կրակոցների ձայն լսել։ Տեղեկությունն էպիկենտրոնի հետ զրույցում հաստատեց համայնքի վարչական ղեկավարը։ Գիշերը լսվել է, ցերեկը չկա։ Ու մենակ ձայներն են լսել, էլի տանձողությունը հայտնի չի մեզ։ Այս անցած գիշեր, դրա նախորդ գիշեր, հետո երեքով չի եղել, մեկ էլ դրանից առաջ մի երկու օր էլի տենց լսվել է։ Գյուղում վնասներ չկան վերջին կրակոցներից, ասում է Փոլադյանը։ Դժվարանում են հասկանալ դրանք որ կողմ են ուղղված եղել։ Բերդի տարածաշրջանի մյուս գյուղերում համեմատաբար խաղաղ է։ Չինարիի ներքին ու վերին կարմիր աղբյուրների այգեպարի վարչական ղեկավարներն էպիկենտրոնին ասացին, ձայներ գյուղում ու հարևանությամբ չեն լսել վերջին օրերին, ապրում են առանց խուճապի ու խաղաղության հույսով։ Սյունիքից մինչև Գեղարքունիք ու Տավուշ նպատակադրված ընդլայնում են սադրանքների աշխարհագրությունը, որ լարումն ավելացնեն, ասում է ռազմական փորձագետը։ Ադրբեջանը փորձում է Հայաստանից ստանալ մաքսիմալ զիջումներ, ընդհանուր այն պահանջների կատարումը, որը որ Հայաստան պետության համար սկզբունքորեն ընդունելի չեն եւ ընկալելի չեն։ Սահմանադրության փոփոխություն, ապառազմականացում, բանակի վերաձևավորում եւ այլն եւ այլն։ Մյուս կողմից նոր էսկալացիա հրահրելու համար լեգիտիմ հող են նախապատրաստում, ասում է Սարոյանը։ Հայտնի ձեռագրով Ադրբեջանը էլի կեղծել է, թե ապրիլի 10-ին սահմանի այս կողմից կրակել են իրենց հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հերքել է, հիշեցրել են հայկական կողմը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը Հայաստանին փոխանցելու պարագայում։ Հերքելը դա երկրորդ համարի խաղալ է նշանակում։ Տեսնում ենք, որ Ադրբեջանը դրսևորում է նախաձեռնողականություն քարոզչական տիրույթում, քաղաքական տիրույթում, ինչպես նաև ռազմական տիրույթում, եւ Հայաստանի կողմից դա մենակ հերքումի տեսքով է դուրս գալիս։ Ոչ միայն հերքումի, այլ նաև կառավարության ղեկավարը նշում է, որ Ադրբեջանի կողմից արձակված ոչ մի փամփուշտի չարձագանքել կրակոցներով։ Պես պետք է արձանագրենք, որ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա։ Վարչապետի այս հայտարարությունից ավելի քան 20 օր է անցել։ Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական գրոհը զուգորդված առայժմ անկանոն կրակոցներով։ Ռազմական փորձագետը չի բացառում նոր էսկալացիայի հավանականությունը, միայն թե ասում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոններից քարտ բլանշ ստանալու դեպքում Բաքուն կարող է հարձակում սկսել։ Հիմա ասում է տրամադրություններն են շոշափում։ Մենք հասկանում ենք, որ ստեղ ավելի շատ փաստաթուղթը չստորագրելու համար Ադրբեջանը ստեղծում է հիմքեր։ Չի ուզում ստորագրի փաստաթուղթ, ասում է համաձայն եմ, process-ի մեջ եմ, բայց չի ստորագրում փաստաթուղթը, որպեսզի այն բազմաթիվ պահանջները Հայաստանից պահանջվող իր կողմից մաքսիմալիստական, որպեսզի կարողանա ստանալ։ Եվ քանի դեռ չկա միջազգային կենտրոններից, այն մեծ շահեր ունեցող քաղաքական կենտրոններից հասցեական եւ թիրախային հայտարարություններ զսպող նաեւ որոշակի սանկցիաներ ադրբեջանական կողմին, ապա Ադրբեջանին համար լայն դաշտ է ստեղծվում ավելի անկաշկանդ գործելու։ Սա ու Ադրբեջանի մյուս գործողությունները մահաբեր զենքի գնումներից մինչև զորավարժություններ հուշում են, որ այդ երկիրն ամենևին խաղաղության չի պատրաստվում, անկախ հայկական կողմից ցանկացած պահին թուղթը ստորագրելու պատրաստակամությունից։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։